Պարոն Միլիտոնյան, մենք գրողների միությունում ենք, դեռ խոսենք այս սրահից այլն, բայց ինձ հետաքրքիր է, ասես անգլերեն արտահայտություն կա job description, այսինքն աշխատանքի նկարագրություն։ Այ ասեք գրողների միության նախագահի աշխատանքի նկարագրությունը, ինչպես կնկարագրեք, ինչ ֆունկցիաներ եք նախ կատարում եւ հետո ինչ ունակություններ պետք է ունենա գրողների միության նախագահը։ Ուրեմն ֆունկցիաները կարելի է մի քանի կետով այսպես ասել, դա գրական մթնոլորտի պահպանումն է։ Դա շատ գեղեցիկ ահանջում եւ վերացական, ավելի առարկայական, ոնց է պահպանում։ Առարկայական ասենք մեր գրականության հանրահրճակում, մեր ունեցած գրական խմբագրություններով տպագրել գրողներին, որտեղ գրողի հիմնական գործին չգրել, տպագրել, տարածվել, ճանաչում ձեռք բերել, դա միության հիմնական խնդիրները սատարել այդ աշխատանքներին եւ ով պիտի դա կազմակերպի, պիտի կազմակերպի նախագահը բնականաբար եւ հիմա մենք ունենք 567 գրողների միության պատվավոր անդամ, որոնց հետ աշխատանքը նաև մարդկայնորեն պետք է ճշգրիտ լինի, ինչ իմաստով, եւ գրական, եւ մարդկային, որովհետեւ գրողների միությունը նաև սոցիալական հարցեր լուծելու ծրագրեր ունի եւ անում է, այնպես որ առավոտից առաջին խնդիրը ես համարում եմ այդ օրվա ծնված մեր գրողին շնորհավորելը եւ զրուցել, իմանալ ինչ կա եւ նաեւ մեր հիմնական աշխատանքները հոբելյաններ, գրքերի շնորհանդեսներ, միջոցառումներ, հայ գրականության համագործակցական մեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրներում թարգմաններ տալ, հրատարակել, մենք հրատարակենք տարբեր երկրների գրողներին, որովհետև գրական կյանքը միակողմանի երթևեկություն չի էլի, մինչև դուք նրանց հետ չունենաք կապեր, առնչություններ գրական, նրանք է ձեր նկատմամբ այդպես կլինեն։ Մի խոսքով մեր նաև հարևան երկրներում տարածել մեր գրականությունը շփումները շատ են, դրանք միջազգային հանդիպումներն են, փառատոներն են, մեր կազմակերպած համազգային սփյուռքահայ գրողների հանդիպումներ, միջազգային հանդիպումներ։ Դուք այդ ամեն ինչը միանձնյա, ասես ղեկավարում եք այստեղից։ Այսինքն գալիս եք այս շենք։ Գալիս եմ, հա, ամեն օր իհարկե այստեղ։ Բայց վերջին որոշումը ձերն է միշտ։ Դե քննարկում ենք, ես մի բնավորություն ունեմ, դրանից դուրս չեմ ուզում գալ, որ մենք համատեղ քննարկումներով ենք անում այդ ամենը, նախ ամեն երկուշաբթի մեր աշխատակազմի հիմնական դեմքերով նստում ենք, պլանավորում ենք, իսկ որոշ բաներ տարվա սկզբից արդեն պլանավորած են, ինչը մենք ունենք ամեն ամիս որոշակի, ասենք գիրք նվիրելու օր, մանկական գրքի շաբաթ, Սայաթ-Նովայի տոներ եւ այլն, տոներ կան, օրեր կան, հանդիպումների, հետո ամեն տարվա մեջ կան մեծ գրողների հոբելյաններ, որոնք արդեն պիտի մենք եւ նշենք մեծ դալիճում, փոքր դալիճում, մի խոսքով լայվ դալիճների հետ կապված մենք ձեր կոնֆերանս սրահն է, այստեղ քննարկումներ են լինում ձեր միայն աշխատակազմով, այսպես ասած, չէ՞, օրինակ գրողներն էլ են հավաքվում։ Գրողները ինչ են քննարկում այստեղ, որ հավաքվում են, ինչ են քննարկում։ Այստեղ մենք օրինակ նախագահության նիստ ենք անում, հա, վարչության նիստեր եւ այստեղ մենք անում ենք գրքերի շնորհանդեսներ, նոր լույս տեսած, միջոցառումներ գրական, հանդիպումներ դպրոցականների հետ, ուսանողների հետ, որովհետեւ գաղտնիք չի մեր ժամանակակից գրականությունը անցնում են որոշ ոչ շատ հիմնովին համալսարաններում եւ ուսանողները, աշակերտներն են կարիք ունեն հանդիպելու կենթանի գրողների։ Ես նկատել եմ, որ այս ժամացույցները որտեղ որ կան, իրանք ասենց տեսքով տպավորիչ են, բայց բոլորը կանգնած են, ուստեղ էլ կանգնած, ինչի է այդպես։ Քանի տարվա մեջ մի քանի անգամ վարպետի կանչում եք, գալիս է, անում է, մեկ էլ էլի նույն ասացի պես փչանում է, էլի պետք է կանչես, բայց գնալով գները ինքան են թանկացնում, որ ասում ես, ասես կարող է գալիս են, ոչ թե սարկում, այլ փչացնում։ Իսկ որպես գրող, այսպես սիմվոլիզմ չեք տեսնում սրա մեջ, որ ժամացույցը կանգնած է ձեր մոտ։ Գիտեք, ես այդ սիմվոլներին մի քիչ բան չեմ անում, турք չեմ տալի, որտեղ երբ որ քայլում ես, ամեն րոպե մի բան հանդիպում է, մի հատ սև կատու կար անցնի, մի հատ չգիտեմ, մի այլ բան ասեն, հա որ անցավ, ես ուրեմն
լաչի ես ընդհանրապես մի Թումանյանի քարյակներում մի տող ունին հրաշալի վատը լավ են տեսնում ես այս մեծ ուղերձա մարդկանց որ անգամ վատի մեջ կարողանան մի դրական լույս տեսնել թե չէ անվերջ կվհատվեն կործանեն իրենց ահա այսպես Ձեր աշխատասենյակն է առաջարկում տեղափոխենք նաև այնտեղ մի քիչ ծանոթացրեք ինչ կա չկա այո Պարոն Միլիտոնյան, նախ ասեմ, որ այստեղ ակուստիկան ուրիշ է ձեր աշխատասենյակում, ինչ է կապված, որ մեր ձայնը այնտեղ արձագանքում էր։ Առաստաղը գբեթարդա։ Հա։ Կոր է եւ ձայնը այնտեղ հատկապես մենք որ կանգնած էինք կենտրոնն էր, ձայնը ոնց որ գեղարդում։ Հա, հատուկ արած դա։ Որ կանգնում ես, այդպես ձայնը ավելի բարձր է հնչում, արձագանքվում է եւ այլն։ Դա հատուկ արվել որ քննարկումները դասվեն շենքերում գիտեք էլի անում էին նման առաստաղներ, հա, ու մենք որ միջոցառումներ ենք անում, միկրոֆոներ չենք օգտագործում։ Ձայնը շատ լավ հնչում է։ Խնայում եք բյուջեից ուրիշ բաների համար, հասկացա։ Ձեր աշխատասենյակում ենք ինչ աչք ծակեց նախ եւ առաջ սեղանի հետ կապված, համակարգիչ ունեք, բայց ինքը երրորդ պլանում է, չեք օգտվում։ Այո, ես ուղղակի մի քիչ աչքի խնդրեմ ունեցա, բան արեցի էլի, հա։ Այսինքն ձեր բայց աշխատանքը հիմնականում գրիչ եւ թուղթ, չէ, հեռախոսով եւ այլն, այո։ Երկար տարիներ շատ եմ աշխատել համակարգիչով բանով, բայց հիմա հեռախոսով հիմնականում ես լրացնում եմ այդ բացը եւ անմիջական կապերով եւ այլն։ Սա լիքը ինչ որ իրեր են փոքր մեծ, այս ամբողջը ֆունկցիոնալ է, այսինքն մատիտներ, սկրեպ կոչվածները սկոչ եւ այլն, ամեն ինչը օգտագործում եք իրոք։ Ընթացքում անպայման օգտագործում է, օրվա ընթացքում եւ գրիչը, եւ մատիտը, եւ ինչ ասեմ, այս գրքերը դուք որ եկել էիք երկու գիրք փաստորեն հենց մի անգամից Ամերիկայից նոր հենց այդ ընկերը որ հանդիպեց, չէ՞, այդ բերել էր այս երկու գիրքը որ մեկը մեր բանուտան գրադարանին, մեկը ինձ ուղարկել, այսինքն ամեն օր լինում է որ մի քանի գիրք նվիրում են։ Դրանք գրողներ լինեն, թե մարդիկ, որոնք նոր են սկսում գրել, կամ ցանկություն ունեն, բերում գիրք են նվիրում։ Այդպես ամեն օր բերում են եւ մենք էլ փաստորեն մենք Հայաստանում գիրք նվիրելու օրը գրողների միությունն է դա հիմնադրել եւ շարունակում է արդեն 20 տարի եւ ամեն տարի փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրը մենք դպրոցներին հանդիպումներ ենք անում մեր այգում դպրոցականների հետ եւ տարբեր միջավայրեր են գնում հանդիպումների գրողները մենք գրքեր ենք նվիրում դպրոցական գրադարաններին տարբեր ուրեմն հանդիպումների վայրերին։ Ահա, գրքերի մասին դեռ անպայման կզրուցենք, բայց ինչ շրջանավետարկիր է բարձրանում ենք ձեր աշխատասենյակ, կոնֆերանս եւ այլն։ Տպավորությունը գրողների միության շենքը ինքը բավականին կոմպակտ շենք է, բայց ներսում ինչ ասես կա, ասես տարբեր մանր գրասենյակներ, թատրոն եւ այլն, այս փոքր շենքի մեջ այդ բոլորով միասին, այսպես ասած, աշխատելը, գոյատևելը հարմար է։ Չէ, այդ բաները գրասենյակ բան, այդտեղ մեր աշխատասենյակները կան։ Մենք տարբեր բաժիններ կան, օրինակ ճանապարհի միտեղ նոտարական, եթե չեմ սխալվում, միտեղ այո, դրանք մեր վարձակալներն են։ Առանց վարձակալների մեր հիմնարկը որևէ դրամ բյուջեից պետական չի ստանում երկար։ Հա, այսինքն սիստեմը այնպես է, որ ամբողջ շենքը կոպիտ ասած ձերն է եւ դուք վարձով եք տալիս որոշ սենյակներ։ 99 թվականից եւ արդեն այս շենքի 75 ամյակն է լրանում 51 թվին գրողներին այս շենքը առաջին մասը կառուցվել է եւ հատուկ գրողների համար Իսակյանի էլ այդ ժամանակ լրացել էր 75 ամյակը 50 այդպես
թվականներին հանդիպում են իրեն որպես նաև պարգև, որտեվ բանի Շահումյան հրապարակի կողմերն ա եղել նախկին իրանց գրասենյակը, մի անհրապույր բան, ուրեմն այդ ժամանակ մտածել են, որ այսպես չի կարելի Իսահակյանի համար ոնց որ գրողներին նվիրվի այս հատվածը առաջին։ Մյուս մասը, հետևի մասը 4 հարկանի, դա արդեն միութենական գրական ֆոնդի ֆինանսներով արած 34 թվականին, երբ հիմնվել է գրողների միությունը, 34 թվականին հիմնվել է նաև գրական հիմնադրամը, այն ժամանակ ՍՍՀ-ն, ու ոչ պետական։ Նրանք կառուցում էին շենքեր, նորոգում էին, աշխատավարձեր էին տալիս, այսպես է եղել, էլի, որ ճիշտ պատկերացնեք, մենք գոնե ես 40 տարի հիշում եմ, որ պետական բյուջեից գրողների միությանը աշխատավարձ, չգիտեմ, ոչ մի բան չի տրվել։ Անկախության տարիներին լրիվ բան վիճակ է, ինքը պետք է իր գլուխը պահի գրողների միությունը։ Հասկանալի է։ Սա է։ Իսկ կապված շենքի հետ։ Մի րոպե, շենքը իհարկե դատական երևի դա էլ տեղյակ եք, դրա համար եք հարցնում։ Շենքի ստեղծագործական միությունների շենքերը, որոնք սեփականության իրավունքով տրվել են 1998-99 թվականներին, դրանք արդեն 2 տարի ու 6-7 ամիսա դատախազությունը հայց է ներկայացրել, ուրեմն վարչական դատարան կադաստրի կոմիտեի դեմ։ Հա, չէ, ես անկեղծ չէի պլանավորում դրա մասին, ինձ աշխատանքային միջավայրն է հետաքրքիր, դրա համար եմ ուզում միջավայրը երրորդ մենք անձ ենք ընդգրկված, մեր շենքերի շուրջ է խոսքը, բայց մենք երրորդ անձ ենք ընդգրկված, իսկ կադաստրի հեչ-վեճն էլ չի, ոչ գալիս է դատերի, ոչ ներկայանում է, ոչ բան, խնդիրը որ շատ, չէ, կներեք էլի, պարոն Միլիտոնյան, ուղղակի հաղորդումը դրա մասին չի, մենք ուրիշ ֆորմատով, հա, դատական գործերից մեջ մտման նաև է, որ եթե շենքը վարձակալության չտաս, ոնց ես դու աշխատելու, ոնց ես աշխատավարձ տալու եւ ոնց ես պահպանելու, ոնց ես գույքահարկ տալու։ Հասկանալի է, ես ընդհանրապես միջավայրի մասին էի հարցնում, այսինքն նաև շատ մարդիկ կան փոքր շենքում, հեշտ է արդյոք աշխատել, թե չէ, ու վերջ, այդքան բան։ Մարդիկ չեն խանգարում, որովհետեւ այստեղ ամեն տեսակ մարդ գալիս։ Եվ երկրորդը, մի 2 օր առաջ այստեղ ընտրական 2 տեղամաս էր գործում եւ իրանց աթոռները, սեղանները, սեյֆերը բանը թողել են, կգան կտանեն առաջիկա օրերին։ Դա էլ կարող է թվա։ Իսկ միջանցքում որ տեսել եք, դա է Բոհեմ թատրոնի նաև ռեկվիզիտներից բանից են, էլի, դե ուրիշ տեղ չկա այդպես։ Շատ լավ։ Գրքերից խոսենք ուրեմն, այստեղ դուք նախապես ասացիք, որ ձեր ծավալած գործունեության արդյունքներն են, որոնք են ամենա ըստ ձեզ այսպես հիշատակման եւ ուշադրության արժանի, բնականաբար բոլորը, բայց մեր ժամանակի մեջ տեղավորվելու համար այո, շատ արագ փորձենք ասել, ուրեմն մենք եւ հայաստանյան եւ նաեւ արտասահմանյան երկրներում մեր գրականությունը հռչակելու խնդիր ունենք տարբեր լեզուներով եւ ահավասիկ այստեղ ներկայացված են տարբեր երկրների լեզուն Գերմանիայի 2 տարի առաջ ժամանակից գրողների, պոետների մեծ անթոլոգիա հրատարակվեց Բեատա Վերմանը եկավ թարգմանչուհին Հայաստան, մեր կանթեղ մրցանակին արժանացավ, առաջին անգամ նման մեծ ծավալով ներկայացավ ժամանակակից հայ պոեզիան, այդպես ուրեմն ԱՊՀ երկրների 30-ամյակին նվիրված եռահատոր կազմվեց եւ մեր նաեւ ջանքերով հիմնականում ընդգրկվեցին արձակ, պոեզիա, ամեն հատորը, առանցին մանկապատանեկան գրականություն։ Մենք ԱՊՀ երկրներից զատ այդտեղ ունենք Բելարուսում եւ մյուս Ռուսաստանում եւ Ղազախստանում տարբեր երկրներում հրատարակած մեր
եւ դասական եւ ժամանակակից գրականություն, անթոլոգիաներ եւ նաեւ մենք թարգմանելու այստեղ տպագրել ենք իրենց մեր գումարներով ոչ մի այդ դա ուզում ասած հովանավորներ գրքերի համար այսօր դժվար է գտնել, հա, դժվար է գտնել անշուշտ, բայց մենք մեր մրցանակների համար, որովհետեւ մենք տարեկան մրցանակներ ունենք 6-7 մրցանակ, դա ուրեմն եւ տարեկան անվանակարգերն են, պոեզիա, արձակ, դրամատուրգիա եւ այլն բոլոր անվանակարգերով եւ ունենք երիտասարդների համար հատուկ մրցանակաբաշխություն ՀԲԸՄ-ի հետ ենք անում, որը հիմա ընթացքի մեջ է եւ պետք է ամփոփենք հոկտեմբերին, երբ որ երիտասարդ գրողների հավաքն են կազմակերպում Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը, կան նաև մեծ ներսես այդպես մրցանակաբաշխություն էլի տարբեր անվանակարգերով եւ տարբեր մրցանակներ կան մեր Վրեժ Իսրայելյանի տոնապետ մրցանակներ հասկանալ եմ բոլորը չենք հասցնի թվարկենք, հա, մրցանակները Արարատ Մկրտումյանի ուզում եմ ասեմ, որ այդ մրցանակները բոլորը մեր կամ մեր հովանավորների միջոցով են հասկանալ եմ եւ գրքերի հրատարակությունները եւս երիտասարդ գրողներ ասացիք, այլ հետաքրքիր է, ես երիտասարդ գրող եմ, եկել եմ այստեղ, ինչպես դառնամ գրողների միության անդամ, ինչպես եք ընտրում, ով կարող է դառնալ, ով չէ։ Մենք չենք ընտրում, մենք նախ դիտարկում ենք նրա ստեղծած գրականությունը, գրքերը, նա պետք է ներկայացնի գրքեր կամ մինիմալ քանակ, որ պետք է ունենա։ Երկու գիրք պետք է գոնե։ Երկու գիրք։ Մոտավորապես մեկ հիմա դժվար են հրատարակում, բայց կան որ մրցանակ եթե ստացած են լինում, գոնե մեր երիտասարդական մրցանակներից առաջին մրցանակ, երկրորդ, որ արդեն մենք գնահատում ենք իր շնորհքը, ուրեմն մեկ գրքով էլ հնարավոր է, օրինակ վերջերս 17 հատկապես մարզերում ապրող որովհետև գաղտնիք չէ մարզերում հիմա գնալով քչանում են գրական գործով հետաքրքրվողները, ստեղծագործողները եւ մենք երբ որ ունենում ենք նրանց հետ աշխատում ենք մարզային մեր երիտասարդ գրողների եւ նրանց ամեն տարի հրավիրում ենք Ծաղկաձորում 3 օր հանդիպումներ, քննարկումներ եւ այլն իմոտո ծանոթանում ենք նրանց Տեսեք, իսկ եթե ես եմ երիտասարդ գրող եմ, բայց չունեմ հնարավորություն գիրք, չունեմ գիրք։ Ունեմ ձեռագրեր, ինչ որտեղ կարողացել եմ, ինչով կարողացել եմ գրել եմ։ Ես կարող եմ դա բերեմ ձեզ ցույց տամ ու դուք ինձ ընդունեք։ Ձեռագիր։ Դե չեմ ունեցել ֆինանս։ Չգիտեք ինչ։ Կամ լավ, համակարգչով հավաքած, լավ sense ասեմ։ Նկատի ունեմ չտպագրված։ Ջան, հասկանում եմ։ Հիմա այնքան շատ բաներ կան օգտագործում են բաներով արհեստական բանականությամբ ինչ-որ բաներ են գրում եւ այլն հա այդպես էլ են գալի ձեզ մոտ տարբեր բաներ այսինքն արհեստական բանականությունով բանաստեղծություններ են գրում կամ այստեղ մտնում ազգափրկիչներից սկսած մինչեւ այլ տիպի մանավանդ երբ որ թոշակ էին անցել սկսել են գրել եւ դա մեծ քանակություն է։ Թոշակ կառուներից դեռ խոսենք, հա, պարոն Միլտոն, չէ, ինձ տեխնիկական մասն է հետաքրքիր իրոք, էլի, որտեվ այդ process-ը ուզում եմ պատկերացնեմ, նաեւ մեր դիտողները պատկերացնեմ։ Երիտասարդ գրողը, որը ուզում է դառնալ գրողների միության անդամ, պետք է ունենա առնվազն 2 տպագրած գիրք։ Ճիշտ հասկացա ես։ 1-2։ Այս դեպքում փակ շղթա չի, որովհետեւ շատերը, տեսեք, գրողների միությունը նաեւ աջակցելու համար է, չէ՞, գրողներին։ Գրողներին Այո։ Հիմա եթե գրող կա տաղանդավոր, որը աջակցության կարիք ունի, հենց նրա համար որ տպագրվի։ Ու դրա համար է եկել ձեզ մոտ, որ տպագրվի, որտեվ չի կարող, բայց դուք ասում եք, որ դու տպագրված գիրք չունես։ Ոնց այդ հարցը լուծվում։ Մեր ջան, այդ տպագրած գիրքը պետք է նաև հանձնաժողովի քննարկողները կարդան, տեսնեն, իմ ցանկությամբ չեն դառնում նրանք։ Ես նկատում եմ միության հատականը չի, խնդիրը սա է, մենք ունեինք մինչև վերջերս հիմա էլ կա կտպագրեն գրեթերթ
հատուկ երիտասարդների համար։ Երևի լսել եք։ Այդ թերթում հրատարակվում են երիտասարդները, մենք հետևում ենք նրանց գրվածքներին, ով դրական մի բան, այսինքն գեղարվեստական իմաստով ստեղծում է, թերթը հրատարակում է գրեթերթը, մենք ունենք գրական թերթ, ունենք ամսագրեր, որոնք նաև մշտապես երիտասարդների են տպում։ Այդ անունները մենք անհայտությունից չենք վերցնում, այդ անունները շրջանառվում են գրական մամուլում, նրանք մեր երիտասարդներն են։ Այս սրահը ես տվել եմ նաև նրանց, սկլոր, որ իրենք հավաքվեն, կազմակերպեն, գան, քննարկումներ անեն, շաբաթվա մեջը, ամսվա մեջը, քանի անգամ գան եւ այստեղ իրենց քննարկումներ անեն։ Հասկացա։ Ունեք արդյոք կարմիր գծեր տպագրության հետ կապված, ինչ նկատի ունեմ, կամ աջակցության առումով, գուցե կա երիտասարդ տաղանդավոր գրող, բայց գրում է ինչ-որ թեմայով կամ ինչ-որ բառապաշարով, որը ձեր համար անընդունել է լինում, այդպես։ Նախ ես չեմ նայում, Մեհեր ջան։ Նույն նկատի ունեմ միության հետ կապված։ Ունի իր խմբագիրը, թերթը եւ ամսագիրը, մենք ուրիշ բան չենք տպում։ Մերը հրատարակչական այստեղ ես մարմին չեմ։ Չէ, ես նկատի ունեմ ձեր անձամբ ձեզ համար նաև եւ ընդհանրապես գրողների միության։ Արդյոք կան ինչ-որ գրականության տեսակ, բառապաշար, թեմաներ, որոնք անընդունելի են ու անկախ տաղանդից դուք չեք աջակցի կամ չեք ընդունի։ Անընդունելությունը այդտեղ որոշում է հրատարակիչը, խմբագիրը, իրենք եթե պիտի հրատարակեն, եթե ես կողքի մարդ որպես, ես այդ գրողի հետ կունենամ զրույց, կխոսենք։ Օրինակ որ հայերեն հայոյանքներով տեքստ եք տեսնում, ինչպես եք վերաբերում։ Հայերեն հայոյանքներ, կարող ես անեծքներ, հայոյանքներ, եսի միջը, բայց դա գեղարվեստ է, թե գեղարվեստ չի, հայոյանքը ինքնին կապ չունի, լավ է թե վատ է, դա նախ վիրավորական բան է, ինչ-որ անհատին ուղված կամ եսիմ ուղված, բայց տեքստի մեջ դա ոնց է անկալվում, սա է կարևորը։ Գեղարվեստական տեքստ ինքը կարողանում է ստեղծել, թե չէ հա զուտ վերցրել հայոյեմ ու չգիտեմ ինչ ասեմ, հետո ասեմ առեք տպեք, այդ կլնի, թե չի, այդ ձևի չկա բան։ Ինչը ձեզ շատը դուր չի գալիս ձեր աշխատասենյակում կամ միջավայրում որ կուզեիք փոխել։ Թեկուզ sense դետալային տեխնիկական ինչից եք դժգոհ։ Ես ոչ մի բանից դժգոհ չեմ եւ ինչը կասեի շատ մտերիմ մարդիկ կային, որոնք ուզում էին որ նորոգեն սենյակը, նորոգվել է, բայց հիմնականում այս փայտե բաները հանեն, բայց մենք նախագահության նիստեր մի քանի տարի առաջ էլ արինք, շատերը դեմ են ինչի, որովհետև այստեղ պատմություն է։ Առնվազն 70 քանի տարի այս բանով աշխատել են եւ Իսահակյանի ձայնը կա եւ մյուս մեր մեծերի Հրանտի, Վարդգես Պետրոսյանի, Վահագն Դավթյան, Հրաչյա Հովհաննիսյան, այստեղ եկել են մեր մեծ գրողները։ Ես շատ փոքր տարիքում նախագահության անդամ եմ եղել, այստեղ Ամոս Ահյան, Սերո Խանզադյան, մեր մյուս անվանի պատմական միջավայրը մնա։ Ինչ, սա հետո ես ասեմ, շատերը գալիս այստեղ նկարահանումներ են անում, որպես, այսպես ասած, հին թեմաներով, որ նկարահանումներ են անում, գեղարվեստական նկարահանումներ են անում, եւ ես էլ մտածելով, որ այդքան գրող, որ ասում է չէ, պետք չի թող մնաս, մեզ հուշերը արթնացնում բանը, դա կա, իհարկե դա կա, բանը մենք սրահը նորոգեցինք, որտեղ կաթոցներ էր եղել, եւ այլն նորացրեցին կաթոռներով, բանով, ուզում ենք, որ բայց բազկաթոռները, այս բազմոցը բանը, հիշատակի բաներ կա, ես չգիտեմ նորը բերես տնես ինչ պետք է տպավորություն թողի, բայց մի քիչ ավանդների հետ կապված գրողները որոշակի ավանդություն սիրող մարդիկ են։
Հասկացա։ Պարոն Միլտոնյան, մեր ժամանակը ցավոք մոտենում է ավարտին, բայց հետաքրքիր է ձեր անձնական հենց ձեր կողմից խորհուրդը հետեւյալ հարցի շուրջ։ Մեր ժամանակակից հայ գրողներից դե բոլորին չեք հասցնի թվարկել, բայց մի քանի անուն կտակ ու մարժի կարդալ հիմա։ Ումով եք այսպես հպարտանում, հիացած, գրականությունը հպարտանալու մի քիչ միջավայր չի, ինչ տեսակետից ներքին ապրելու գեղարվեստը մի քիչ խոնար դարձնելու եւ ասեմ ինչու մենք ունենք 60-ական թվականների Հենրիկ Էդոյանը, Արտեմ Արությունյանը, Սամվել Կոսյանը այդ սերնդից կան եւ շատ լավ եւ նաեւ միջին նրանցից սերնդից ասենք Հակոբ Մովսեսնա, այդտեղ ավելի ուրեմն Շանթը Մկրտչյան այսօր էլ որ ծննդյան օրն էր։ Հա, հանդիպեցին։ Երիտասարդ sense հերթով բանով իջնում ենք։ Հա, այդ հարկով հասկացա։ Անպայման, որովհետև գրականությունը չի սկսում մենակ երիտասարդներից եւ գրականությունը սպորտ չի, որ հիմնականը երիտասարդը պիտի գլխավորը լինի։ Գրականությունը ինքը գրականություն է, վերջ։ Ջահելա գրե, թե հայլա գրե նշանակություն չունի եւ ունենք այո երիտասարդ լավ գրողներ միջին սերնդից արձակագիրներ Գուրգեն Խանջյան, Սուսաննա Հարությունյան, Հովանեսյան Ալիս եւ կան գրողներ, բանաստեղծներ եւ այլն շատ լավ միջավայր կա ու թարգմանվում են, հրատարակվում են նաեւ այնպես որ իսկ երիտասարդներից այդ մենք 17 հոգու ընտրեցինք եւ շատ լավ հետաքրքիր դրանց առաջ էլ Հայկ Սիրունյան Քան շատ կան մի խոսքով այդքան շատ չեն գիտեք կարող է շատը լի բայց մեր սերունդն էլ որ եկավ մեր սերնդի մեջ 100-ից ավել բանաստեղծներ կար բայց գնալով մի 10 հոգի ազին մնաց շատից պիտի ամեն գրող ես չգիտեմ մեկը կարող է գրող համարի մեկը չհամարի բայց կարևորը որ արվեստի մեջ ինչ որ մի գույն բերի մի բան անի սա է էլի ու մենք գրողների հատկապես երիտասարդների անverջ հանդիպումներ բան Պարոն Միլտոնյան շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար ձեզ ամենայն բարիք ձեզ էլ ամենայն բարիք